ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ, որ մեզ կարող եք հետևել նաև arm.radio.am կայքով, ինչպես նաև Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո էջով։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր զրուցելու, հոգեբան Լիլիթ Զաքարյան, ողջույն Լիլիթ։ Ողջույն Լուսի։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար նախ եւ առաջ, որովհետեւ ինչպես եթերից առաջ խոսեցինք, դեռ խրթին եւ խորթ է մեր հանրության համար խոսել գրագետ ամուսնալուծությունից, երեխաների հոգեկան առողջության համար իհարկե գրագետ, բայց պետք է այնքան խոսենք, մինչև սա դառնա նորմայի մեջ մտնող մտքերի եւ ուղղորդումների շարք, որ մարդիկ ամուսնալուծվելիս որպես գրագիտություն, որպես առողջ մոտեցում հաշվի առնեն, թե ինչ չի կարելիներ կան եւ ինչ կանոններ կան չգրված եւ հոգեբանական ու սոցիալ հոգեբանական առողջության տեսանկյունից, որ ցանկալի է հետեւել դրանց հենց երեխաների, ինչու՞ չէ նաեւ ծնողների հանգստության եւ adekvat գոյության համար, որովհետեւ կոնֆլիկտային բաժանումները շատ վատ են ազդում։ Բայց ձեր դիտարկումը կուզեմ լսել, ինչպիսին է այսօր ամուսնալուծության կոնցեպտը Հայաստանում։ Ինչպես կհամեմատեք օրինակ 15-20 տարի առաջվա հետ, ինչ է փոխվել դեպի լավը, ինչն է մնացել դեռ նույնը, որ այ խնդիր է պետք է հաղթահարել։ Դե եթե զուտ վիճակագրության նախ շնորհակալ եմ Լուսի ջան, որ ինձ հյուրընկալել եք եւ թեման նույնպես կարեւորել եք, կարծում եմ, որ այո, կարեւոր է բոլորիս բարեկեցության համար, թե ամուսնալուծվող ընտանիքների, ծնողների եւ թե երեխաների բնականաբար, որտեւ մի կայուն արդյունք, որ դուրս է գալիս տարիների կլինիկական փորձի եւ հետազոտությունների արդյունքում, դա այն է, որ կոնֆլիկտային հարաբերությունները ամուսնալուծությունից հետո ծնողների միջև տեղի ունեցող բավականին բացասական ազդեցություն են թողնում երեխաների ինչպես կարճաժամկետ կյանքի կազմակերպման, այնպես էլ երկարաժամկետ բարեկեցության, հոգեկան, ֆիզիկական եւ այլ առողջությունների տեսանկյունից։ Եթե վիճակագրորեն նայենք, ապա մենք անձն աչքով էլ տեսնում ենք, որ ամուսնալուծությունների քանակը բավական աճել է վերջին 2 տասնամյակի ընթացքում։ Եթե օրինակ ես հիշեմ իմ դպրոցական տարիները, մեր դասարանում գուցե կար 2 երեխա, ովքեր ամուսնալուծված ընտանիքների երեխաներ էին։ Հիմա իմ երեխաների դասարաններում, եթե ես հաշվում եմ, այդ թիվը բնականաբար ավելի մեծացել է։ Նույնիսկ կեսն է երևի դարձել, որ դիտարկումներով միջինում դասարանի կեսը ամուսնալուծված ծնողների երեխաներն են։ Այո, եւ դա միայն պաշտոնական վիճակագրություն է, եթե մենք դրան էլ ավելացնենք այն ընտանիքները, որոնք ուզում են ամուսնալուծվել կամ այլ հավասար պայմաններում ամուսնալուծվեն, որտեղ հարաբերությունը այլևս առողջ եւ երջանիկ չէ իրենց համար եւ որևէ մեկի համար այդ հարաբերության մեջ, ապա այդ թիվը շատ ավելի բարձր կլինի թերևս։ Եվ կարծում եմ, որ ոնց որ եւ խոսում էինք, այո, եթերից առաջ, այս նարատիվը մեր պիտի փոխվի ամուսնալուծության շուրջ եւ մենք պետք է կարողանանք հասկանալ, որ ոնց որ ամուսնալուծական հարաբերությունը, երբ որ ավարտվում է, ծնողական հարաբերությունը չի ավարտվում, այսինքն մենք դառնում ենք նախկին ամուսիններ, բայց մենք չենք դառնում նախկին ծնողներ երեխաների համար։ Եթե սա չի բերվում որպես արհեստական օրակարգ ընտանիքի կյանքում, այսինքն եթե ամուսնալուծությունից առաջ ծնողները ունեցել են բավարար լավ, ոնց որ ասում են հոգեբանները կամ Վինիկոտը ոնց որ այդ տերմինը նշել է, բավարար լավ ծնողներ են, հա, երեխաների կյանքում, ապա ամուսնալուծությունից հետո էլ հավանաբար շարունակվելու է այս հարաբերությունը, եթե այլ ինչ որ բաներ չկան, հա, օրինակ ենթադրենք ծնողներից մեկը լքում է երեխաներին կամ ու հազար մի բաներ կարող են լինել, էլի։ Այնպես որ այդ արհեստական կոնֆլիկտը բերել, ստեղծել երեխաների կյանքում, որպես միջոց գուցե այս ապրումները, որոնք կապված են ամուսնալուծության հետ եւ ամուսինների հույզերի ապրումների հետ, հա, դրանց պատասխանատուն չդարձնել երեխաներին, որտեվ ամուսնական հարաբերությունը մի բան է եւ ծնողական հարաբերությունը, որը շարունակվելու է, մենք այնքան ժամանակ մինչեւ որ մենք ծնողներ ենք այս երեխաների համար, դա մեկ այլ բան է։ Այս տարանջատումը մեր մտքի մեջ շատ կարեւոր է եւ շատ օգնելու է երեխաների բարեկեցությունը դնել մեր ապրումներից, մեր
իրավիճակային այդ այսպես ասած ճգնաժամային իրավիճակից առաջ ոնց որ մենք առաջինը պիտի կարևոր համարենք երեխաների լավագույն շահը, երեխաների բարեկեցությունը։ Լիլիթ, բայց մի հարց է այստեղ առաջանում արհեստական բառի եւ այդ եզրույթի կամ երևույթի վերաբերյալ, արդյոք արհեստական է երեխաների միջավայրում, նաեւ ծնողների, նախկին ամուսինների միջև փոխհարաբերություններում այդ դժվար կոնֆլիկտային հոգեհուզական վիճակը, չէ՞ որ դա բնականաբար եւ ինքնաբերաբար առաջանում է ու այստեղ արհեստական բառը մի տեսակ լավ չի հասկացվում, ինչ նկատի ունենք։ Արհեստական ես նկատի ունեի, որ երբ որ ենթադրենք կա լավ հարաբերություն ծնողների եւ երեխաների միջև ամուսնալուծությունը եւ ամուսնալուծությունից հետո, որովհետեւ ամուսինները բնականաբար հասկանում են, որ շատ խոշոր իրադարձություն է ընտանիքի կյանքում, ծնողների կյանքում, ոնց որ արհեստական կարող են ինչ-որ բաներ ստեղծել, իրավիճակներ, վերաբերմունքներ, մոտեցումներ, որոնք կարող են ազդել երեխաների եւ մյուս ծնողի ենթադրենք հարաբերություններին, հա, օրինակ իրականությունը աղճատել եւ օրինակ նշել, որ ոչ թե մենք ամուսնալուծվել ենք, այլ օրինակ մաման ձեզ այլևս չի սիրում կամ papan թողել գնացել է։ Այս արհեստական բանը, որը գոյություն չի ունեցել միջև ամուսնալուծությունը, եթե այլ օբյեկտիվ իրականություն չկա, որը ցույց է տալիս, որ այո, դա այդպես է։ Այսի բաներ անելը ոնց որ չի բխում երեխաների կարիքներից, շահերից եւ պահանջմունքներից եւ ոնց որ այդ ամուսնալուծություն որ տեղի ունենում ինքը իրենով առանձնապես վնասակար կամ չէ բացասական բան պարտադիր չի որ լինի երեխաների կյանքում, բայց թե ինչպես են ծնողները հաղթահարում այս իրավիճակ ընդհանրապես որպես կյանքի փորձառություն, որպես մի շրջան իրենց կյանքում, որպես ճգնաժամ, որպես կորստի փուլ եւ ինչպես են իրենք հետո իրար հետ հարաբերվում, այս սա է եւ ինչպես է փոխվում բնականաբար երեխայի ամենօրյա կյանքը, այս ամեն ինչի արդյունքում այս բաներն են, որոնք ունենում են ազդեցություն երեխայի բարեկեցության եւ հոգեբանական, ֆիզիկական եւ այլ առողջության վրա։ Իսկ ներկայում դուք ավելի դեպի դժգոհն եք, թե ավելի դեպի գոհը մեր ունեցած իրավիճակից, վիճակագրորեն, ինչպես են ամուսնալուծվում, կարողանում են շարունակել մնալ ծնողներ, թե նաև մի տեսակ դառնում են նախկին ծնողներ եւ ստիպված են նորից յուրացնել, ինչպես լինել հիմա ծնող, երբ արդեն ամուսնալուծված են։ Ու հատկապես ես այս խնդիրը նկատում եմ տղամարդկանց մոտ, որովհետեւ ամուսնացած վիճակում իրենք մի տեսակ ավելի են իրենց պատկերացնում որպես պապա, ծնող, քան հետո մի տեսակ ազատված են իրենց զգում, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ, բայց իսկապես մայրիկները գրեթե երբեք չեն դադարում լինել մայրիկ, հələ մի բան էլ եռակի քառակի ավելի հուզական եւ ժամանակային եւ էմոցիոնալ ռեսուրսներ են տրամադրում, քան պապաները, այդ ձեր, տեսա, ես որպես լրագրող այսպես հետազոտելով լսարանները, ինչ որ քննարկումների մասնակցելով եմ ասում, դուք ունեք ինչ որ տպավորություն։ Ճիշտ ասած, դա շատ եզակի է ստերվիթին յուրաքանչյուր ընտանիքի համար, շատ ունիկալ։ Այո, երևի թե մեր մշակութային կոնտեքստից ելնելով, մամաները դեռ շարունակում են գրել, եթե ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ապա պարտադիր մտավոր ծանրաբեռնվածությունը երեխայի հոգսերի խնամքի եւ այդ կյանքի կազմակերպման առումով, բայց էս էլ իր ուրիշ առանձնահատկություններ եւ պատճառներ ունի, որտեղ մամաներն էլ ըստ երևույթին ինչ որ դեր ունեն, այստեղ ոչ թե այս հարցի լուծմանը նպաստելու համար, էլի, այսինքն ինչ որ հարցեր պատվիրակելու պապաներին, ուսը միայն ամուսնալուծության ընթացքում չի, մենք տեսնում ենք, որ ամուսնացած ընտանիքներում էլ շատ հարցեր մամաներն են եւ իրականում նաեւ շատ հպարտանում են սրանով եւ ոնց որ մի քիչ նաեւ խոչընդոտում են տղամարդկանց ներգրավվածություն որպես պապաներ, բայց կա նաև դրա հակառակ իրավիճակը, երբ որ ամուսնալուծությունից հետո հայրերը գուցե կորստի իրենց երեխաներին կորցնելու վախից ելնելով կամ ինչ-որ սեփական ապրումների վերամշակման եւ այլնի առումով շատ լավացում են իրենց հարաբերությունը երեխաների հետ, հա։ Այստեղ կարող է նաև մի քիչ այդ մրցակցությունը տեղի ունենալ մամայի եւ պապայի միջեւ, որովհետեւ մենք այլևս ընտանիք չենք, բայց հիմա ոնց որ ուզում ենք ասել, ես այս բանը արեցի իմ երեխայի համար, մաման ոնց որ իր կողմից մյուս բան է անում եւ այլն, այս իհարկե չեմ ասում որպես բնական, որպես դրական ինչ որ փոխազդեցություն եւ դինամիկա հարաբերություններում, որտեղ սա շատ վտանգավոր ազդեցություն կարող է իրականում ունենալ, բայց պապաների վրա կարող է ազդել իրենց հարաբերությունները ընդհակառակ ավելի լավացնելու, ավելի ներգրաված լինելու, ոչ միայն օրինակ ժամանցային ինչ որ բաներ անելու երեխաների, այլ իրենց կյանքի մեջ, իրենց խնամքի մեջ, երեխաներին դպրոց տանելու, տնային աշխատանքներ անելու մեջ, ինչ որ չգիտեմ, առողջական հարցերով եւ այլն։ Դες որ երկուսն էլ կա ըստ երևույթին, այս երկրորդը երևի ավելի քիչ է պատահում, բայց կա, բայց դա էլ կա։ Որպես դինամիկ փոփոխություն պետք է
փաստ ենք երևի։ Այո, եւ կա նաեւ այն, որ զույգեր կան, որոնք շատ գիտակի ձևով են մոտենում հարցին եւ երբ որ ամուսնալուծվում են, դիմում են մասնագետների օգնությանը, որ մեզ օգնեք, ոնց կազմակերպենք, ինչպես մեր երեխաներին տեղեկացնենք, որ ամուսնալուծվում ենք, հա, ինչպես պետք է կազմակերպենք իրենց ամենօրյա կյանքը, իրենց առօրյան, հա, ինչ պետք է ասենք, ինչ չպետք է ասենք եւ այլն։ Այսպիսի դինամիկա էլ կա եւ այդ հոգեբաններն էլ նշում են եւ իմ հետազոտության շրջանակներում, իմ որակական հետազոտության, դե ծնողավարման խնդիրները, միայնակ ծնողավարման խնդիրները իրանք ոնց է բավականին լուրջ մարտահրավեր են, որտեղ ծնողավարումը, եթե այսպես նայում ենք, ինքը առանց հետեր բավականին բարդ է այսօրվա դարում, առավել եւս երբ որ ընտանիքն ամուսնալուծված է, այս խնդիրները շատանում են, լոգիստիկ խնդիրներ, էմոցիոնալ խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, հա, բայց այդ դինամիկան կա, այդ զույգերը քիչ են, բայց իրենք կան եւ այս էլ մեր նարատիվի փոփոխման շատ կարեւոր մաս է գալիս, որ մենք պիտի կարողանանք տեղ հասցնել այն, որ եթե ամուսնությունն ավարտվում է, ծնողական հարաբերությունը չի ավարտվում, պետք չի վնասել այդ հարաբերությանը, որտեղ երեխաներին պետք են երկու ծնողներն եւ իրենք կարող են ունենալ առողջ, հասուն եւ լավ հարաբերություն երկու ծնողների հետ, այդ շատ յուրահատուկ հարաբերությունն է եւ չի կարելի ոնց որ ընդունելի չի որ մի ծնողը բացասաբար անդրադառնա երեխա եւ մյուս ծնողի հետ հարաբերությանը։ Նույնիսկ եթե ինքը իսկապես վատ կարծիքի է, իսկապես հենց վատ կարծիքների պատճառով է ամուսնալուծվել, այսինքն պետք է մի տեսակ դերասանություն եւ կեղծավորություն անել երեխաների մոտ։ Ես իրոք հիմա գիտեք այն բառերով եմ նշում, ինչպես հաճախ մայրերը կամ հայրերը, ես հիմա պետքա դերասանություն անեմ, ես այդ մարդուց ասենք ատում եմ կամ ծայրահեղ վատ վիճակում կամ տանել չեմ կարողam կամ հենց իր վատ որակների պատճառով եմ ամուսնալուծվել։ Ինչ անել։ Իրոք Այո, ոչ թե ես կասեի, ոչ թե դերասանություն անել եւ ձևացնել, էլի պիտի հետ գանք տարանջատմանը։ Բնականաբար երեխաները գիտեն, որ այս մարդիկ իրար այդքան էլ չեն հավանում։ Այնպես չի, որ երեխաները գիտեն, որ մաման պապան այնքան են իրար սիրում, որ որոշեցին ամուսնալուծվել։ Այդպես չի։ Այո։ Բայց մենք կարող ենք մի քիչ այնպես ասել, որ սա չի ազդելու երեխաների եւ իրենց ծնողների միջև հարաբերության վրա, որովհետեւ երեխաներն էլ կարիք ունեն իմանալու, որ իրենց ծնողները լավ մարդիկ են, որովհետեւ իրենք այս երկու մարդու խառնուրդն են, իրանք ժառանգում են ինչ որ բաներ այս մարդկանցից, հա, դա դառնում է իրանց ինքնության մասը, իրանց մի մասը ներքնայնացված ձայնն է դառնում, չէ՞, եւ ոնց որ երբ որ մենք տրամադրում ենք, հա, կամ ինչ որ ուռճացնում ենք մի քիչ այս մեր վերաբերմունքը, հա, դա կարող է դառնալ նաեւ ինքնավերաբերմունքի մի ձև երեխայի համար, բացասական իմաստով, հա, եւ ի վերջո մենք պիտի հիշենք, որ մենք ունենք խնդիր այս մարդու հետ, հա, մենք համաձայն չենք իր հետ, մենք չենք հանդուրժում ինչ որ բաներ, բայց բոլորին պարտադիր չի, որ երեխան կիսի այդ ամեն ինչը, հա, մենք կարող է զայրացած ենք, բայց երեխան բոլորովին զայրացած չի։ Այդ տարանջատելը շատ օգնում է, որ իմ հույզը երեխայինը չի, իմ կարիքը երեխայինը չի, ես այս մարդու հետ ունեմ ինչ որ տարաձայնություններ, դրանք երեխայինը չեն, երեխան իրավունք ունի իր երկու ծնողներին էլ սիրելու եւ մենք պիտի թույլ տանք այդ երեխային դա ունենալու, իր սերը արտահայտելու, սերը զգալու եւ այլն անելու էլ, այս շատ կարեւոր է։ Այո, դուք եթերից առաջ ճիշտ եք նշում, հիմա նմանվելու է ուտոպիստական հեքիաթային ինչ որ առաջարկների, իրական, գիտեք, շատ ծանր, շատ խառը, շատ կոնֆլիկտային ամուսնալուծությունների դեպքերի շրջանակում, սա շատ ուտոպիստական է հնչելու, բայց մի հարցում էլ միանգամայն համամիտ եմ, որ եթե երեխան երկու ծնողի խառնուրդն է, հետեւաբար մի ծնողի կամ այսպես միմյանց մասին վատը եւ սուրը եւ բացասականը լսելու դեպքում իր այդ հատվածի նկատմամբ չընկալելու, չընդունելու, երբեմն նաեւ ատելության նշույլներ կարող են սերմանվել եւ հետո խանգարել այդ երեխային ամբողջ կյանքի ընթացքում։ Մի հարցի եմ ուզում անդրադառնալ, շատ հաճախ եւ վիճակագրությունն էլ տարիներ շարունակ դա է ցույց տալիս, որ երբեմն ամուսնալուծվում են հատկապես երեխայի կամ երեխաների ծնվելուց հետո, այսինքն տարիներով կարող են մինչև ծնող դառնալը շատ հանգիստ, շատ adekvat բալանսավորված ապրել, բայց այդ ծնող դառնալուց հետո անլուծելի եւ անհաղթահարելի խնդիրներ են առաջանում։ Արդյոք սա նշանակում է, որ երեխաների պատճառով բաժանվեցին ու երբեմն հետո երեխաներն էլ հարցեր են տալիս։ Էլ այդպիսի տրավմաներ են յուրացնում, որ ես էի պատճառը, իմ պատճառով բաժանվեցին եւ հիմա էլ իմ պատճառով կռվում են ամեն օր։ Օրինակ, ինչ անել սրա հետ։ Դե ընդհանրապես անցումը դեպի ծնող լինելու զույգից բավականին բարդ անցումային շրջան։ Եվ անցումային շրջաներում
Եվ ընտանիքի այդ պրոգրեսին էլ երբ որ նայում ենք ընտանիքի զարգացման փուլերին, այդ կարևորագույն փուլերից մեկն է, երբ որ ոնց որ երկուսը դառնում են 3, հա։ Եվ այս ժամանակ, նայած թե դուք նշեցիք, որ երկար տարիներ իրար հետ արդեն ապրում են, եւ կամ ինչ որ ժամանակ հանգիստ ապրում են երեխայից հետո խնդիրները այսպես սրվում են մինչեւ երկինք։ Այո, որտեվ շատ մարտահրավերային փուլ է։ Ու այստեղ, գիտեք, եթե չկան այլ ինչ որ օբյեկտիվ պատճառներ, հա, միշտ կա այդ հաղորդակցման հնարավորությունը։ Եվ այսօր մենք ոնց որ բարեբախտաբար գտնվում ենք մի շրջանում, երբ որ ունենք շատ մասնագետներ, լավ մասնագետներ, հոգեբաններ, մանկական հոգեբաններ, ծնողավարման մասնագետներ, ովքեր կարող են ընտանիքին զուգին օգնել այս փորձությունը անցնելու գրագետ ձևով, ավելի արդյունավետ ձևով, որպեսզի չնպաստի ամուսնալուծության, հա, բայց բնականաբար ոնց որ ամուսնալուծում են, եթե ինչ որ կամք կա, ցանկությունը կա, աշխատել են ինչ որ հարցերի շուրջ, բայց կարծում են, որ այնպիսի տարաձայնություններ եւ դժվարություններ են, որոնք անհաղթահարելի են, էլի, հա, ամեն դեպքում հասկանալ, որ ինչ որ դժվարություններ կան եւ դրա միակ լուծումը ամուսնալուծությունն է, սա այլ թերևս չէ վեվերացված մի քիչ ծայրահեղ ոնց որ մոտեցումը, ամեն դեպքում եթե կա ընտանիք եւ եթե կան երեխաներ, ծնողները մի քիչ ավելի պատասխանատվություն ունեն այս հարցին ավելի ծանրակշիռ ձևով մոտենալու եւ փնտրելու են օգնությունը, որն իրենց անհրաժեշտ է, թե չեն կարող ինքնուրույն այս իրավիճակից դուրս գալ, բայց այո, համաձայն եմ, որ ճգնաժամային փուլ է եւ կարող է, բայց նույնիսկ եթե այդպես տեղի ա ունեցել, հետագայում երեխաների հետ խոսել եւ այս իրենց մեղքի զգացման կամ ասել այդ մասին բանը, դե ինչ որ ձևով ասել այնպես, որ չի նպաստելու երեխայի էլի ինքնավերաբերմունքի, ինքնանկալման կամ ինչ որ այս աղճատման ի վերջո, այս երևույթի ամբողջ ոնց որ բեռը պատասխանատվությունը իր վրա վերցնելու իմաստով էլի։ Արդյոք ձեզ մոտ դեպքեր լինում են, որ ծնողավարման տրամաբանորեն եւ տրամագծորեն տարբեր մոտեցումներ ունեցող, օրինակ ավելի հավասարակշռված եւ գերխնամք, կամ գերխնամք պլյուս դե լավ էլի, ինչ ուզում է թողանի, այսպիսի ծնողները կարող են ինչ որ օպտիմալ տարբերակ գտնել, ինչ է ձեր փորձը կամ լավատեսությունը հուշում։ Ամուսնալուծությունից հետո նկատի ունեք, թե ամուսնական հարաբերությունները դեռևս փորձենք նախքան ամուսնալ, այսինքն որ հարցը չհասնի ամուսնալուծությանը, հնարավոր է այստեղ ինչ որ կետեր գտնել եւ չամուսնալուծվել օրինակ։ Հա, եթե նկատի ունեք դժվարություն ծնողավարական ոճերի մեջ է, շատ տարբեր ոճեր ունեն եւ սա էլ են, որ ես էլ չեմ ձգում, որովհետեւ նրա մոտեցումն ինձ համար անկալելի է եւ մենք սկսում ենք արդեն միջանձնային խնդիրներ ունենալ։ Հաշվի առնենք, որ այս ոճերը բերում են արդեն անձնային, միջանձնային, միջամուսնական խնդիրների, էլի, լավ տեղափոխում են մարդիկ։ Գիտեք, եթե այսպես նայենք հարցին մի քիչ ոնց որ վերևից, ապա սա երկու տարբերությունները հանդուրժելու մասին է խոսքը։ Եվ սա շատ կարևոր մոդել է ընդհանրապես երեխաների համար, իրենց կյանքում էլ տարբերություններ հանդուրժել, այսինքն հասկանալ, որ մարդիկ տարբեր են եւ մարդիկ տարբեր կերպ են նայում իմաստուն դառնալ ավելի, չէ՞։ Այո։ Եվ եթե չկա վտանգ երեխայի համար, եթե չկա վտանգ, հա, ապա ոնց որ օքեյ է, եթե ունեն տարբեր ոճեր։ Եվ բայց միևնույն ժամանակ ոնց որ կան ինչ որ բաներ, որոնց շուրջ ամեն դեպքում հնարավոր է համագործակցել եւ համաձայնել, որտեվ եթե ամեն ինչը պետք է լինի պայքար, այս իհարկե ոնց որ ազդելու է այդ հարաբերությունների որակի վրա եւ շատ էմոցիոնալ առումով ռեսուրսատար է լինելու։ Այսինքն եթե ծնողները ընդհանրապես որևէ բանի շուրջ չեն կարող համաձայնել, դա բավականին խնդրահարույց կարող է լինել եւ այո, կարող է տանել բանի, որտեվ երբ որ ամեն ինչի շուրջ պայքար պիտի լինի, ոնց որ էլ իրար հասկանալու իմաստ չկա ընդհանրապես, էլի, բայց ինչ որ կարևոր բաների շուրջ ընդհանրենք երեխայի առողջության, երեխայի կրթության, կրթական պահանջների, կրոնական, եթե ասենք ընտանիքում այսպիսի հարցեր կան օրինակ, հա, այսպիսի բաների շուրջ ինչ որ համաձայնության գալը եւ հարգելը այս համաձայնությունը եւ հետո գործելը ըստ այս համաձայնության, օքեյ է, բայց եթե այլ բաներ կան, որոնք չեն վտանգ չեն ներկայացնում երեխայի կյանքի համար եւ օրինակ papan ընդհանրենք սենց է անում, մաման այսպես է անում, հա, մի քիչ ավելի բան մոտենալ, իմաստուն ձևով այո մոտենալ եւ հասկանալ, որ սա մեր կյանքում մեր երեխաների համար էլ կարեւոր դաստիարակություն է, հարգել մյուսի դիմացինի տարբերությունը մեզանից չհամաձայնել, բայց հարգելով չհամաձայնել էլի այսպես։ Այո, եւ ելի ընկալել, որ երեխայի անձնական պատմությունն ու կյանքը ընթանում է, ձևավորվում է եւ զարգանալու է լրիվ առանձին իրականում, որքան էլ մենք փորձենք այն վերահսկել, եթե թույլ տանք, այն կձևավորվի ուրույն կերպով եւ դե նորմալ է դա, կարծում եմ։ Մի այսպիսի հարց հաճախ հատկապես կանանց է հետաքրքրում, արդյոք պետք է անձնային կապ եւ շփում միջանձնային որոշ հարաբերություններ պահպանել մյուս ծնողի հետ ամուսնալուծությունից հետո։ Եվ ինչի շուրջ դա կարող է լինել։ Կարող է դա լինել օրինակ ընկերության պահպանում կամ կենցաղային շփման պահպանում,
եթե ցանկալի է միայն երեխայի հարցերով հարաբերությունների պահպանում։ Սա շատ են, այսպես գրում են, այ ձեր կարծիքը ո՞րն է։ Ես իհարկե խնդրում եմ միշտ այդ թեմայով խորամուխ եղած հոգեբանների հետ խորհրդակցել, որովհետև բարդ է այսպես լինել ուղղակի մի X կին եւ բոլորի համար այդպեսի խորհուրդ տալ։ Այդ ձեզ որպես մասնագետի լսենք։ Գիտեք, ես էլ էլի կապված է նրանից, թե անհատական ձևով ոնց որ մարդիկ ինչպես են ուզում իրենց հարաբերությունները շարունակել, որտեղ երբեմն կարող են լինել իրավիճակներ, որոնք ավելի վնասակար կարող են լինել ամուսնալուծությունից հետո հարաբերություն։ Օրինակ ենթադրենք, եթե պահպանում են հարաբերություն եւ միշտ վառ մնում այդ հույսը, որ գուցե մենք նորից վերամիավորվենք, ենթադրենք, հա, որը խանգարում է օրինակ այլ մտերիմ հարաբերություններ ձևավորել եւ կյանքը վերակառուցել օրինակ, հա։ Եթե այսպիսի բաներին դա խոչընդոտում է ավելի շատ եւ մենք չունենք այնտեղից շուտ այլ ակնկալիքներ, գուցե պետքա մի քիչ ոնց որ կալիբրացիայի ենթարկել դա։ Երեխաների հետ կապված բնականաբար, բայց եթե կա ընկերական հարաբերություն է եւ եթե այս բաներից վախը չկա, այդ շատ հրաշալի բան է։ Եվ շատ սիրուն բան է, այո, ինչու ոչ, որտեվ երբ որ մենք այսինքն ճանապարհ են չի անցնում ամուսնացած ընտանիքները, այսինքն իրար հետ մենք ունենք լիքը ձեռքբերումներ, մարդիկ կրթական ուղի են անցնում իրար հետ, մասնագիտական ուղի են անցնում, տուն են կառուցում իրար հետ, երեխաներ են ունենում, այս ամեն ինչը շատ լուրջ ձեռքբերումներ են։ Վատ դեպքերի հետ են առնչվում, փրկում են միմյանց, օգնում են միմյանց, այսինքն միայն այդ երջանիկ ուրախ պահերը չեն, էլի իրական դժբախտություններն էլ ահագին մտերմացնում եւ ընկերացնում են մարդկանց։ Այո, եւ ասել, որ ամուսնալուծությամբ էս ամեն ինչ արժե զրկվում է, զրոյանում է եւ ինքը արժեք չուներ եւ կեղծեր եւ այլն, այս ոնց որ արդար չի եւ իրականության հետ էլ չունի, էլի, որտեվ սրանք շատ կարեւոր բաներ են եւ մարդիկ կարող են մի ամբողջ կյանք անցնեն առանց այս ձեռքբերումներն ունենալու, այնպես որ ոնց որ դա էլ կարեւոր է։ Եվ երբ որ մենք ունենում ենք կյանքում ինչ որ մի լավ բան եւ մենք հանձինս մեր երեխայի մյուս ծնողի ունենք ընկեր, ում հետ կարող ենք կիսվել, այդ լավ բանել, տխրություններ, ցավնել եւ այլն, ես կարծում եմ, որ սա շատ հարստացնում է մեր կյանքը, եթե մենք մնում ենք այդ ինչ որ սահմանների կամ ինչ որ կոնտեյնավորման մեջ։ Իսկ երեխաների պարագայում լավագույն դեպքում պիտի բնականաբար հաղորդակցվեն ծնողները եւ սա համածնողավարման ոնց որ էությունն է, բայց երբեմն եթե առնվազն կողմերից մեկը շատ կոնֆլիկտային է եւ վատագույն դեպքում երկուսն էլ կոնֆլիկտային են, ապա ոչ թե համածնողավարմա տեղի ունենում, այլ զուգահեռ ծնողավարում, այսինքն նրանք երբեք չեն հատվում իրար հետ եւ ոնց որ ամեն մեկը ինքը ոնց ուզում ինչ ուզում անում է ծնողների հետ եւ կարող է երեխաների հետ եւ կարող ենք մենք պատկերացնել թե սա որքան վտանգավոր իրոք նո վնասակար կարող է լինել եւ բոլորովին ոնց որ դրական, այսինքն այս երեխաները չեն ունենում իրենց ծնողների մեջ այն ամուր հենարանը հասկանալու համար, որ ծնողները իրենց տարաձայնությունները, իրենց տարբերությունները դրել են մի կողմ, հա, եւ դրանց հետ վերաբերվում են որպես չափահաս մարդիկ, հա, գնում են, չգիտեմ, թերապիայի այնտեղ են իրենց հարցերը կարգավորում, խմբային թերապիայի ընկերների մոտ են գնում, բողոքում եւ այլն, բայց երեխաներին չեն խառնում այս ամեն ինչին։ Այս շատ կարևոր է, հարցին չգիտեմ, ոնց է։ Այո, իրականում միանգամայն հասկանալի է, իհարկե ելնել անհատական իրավիճակից, բայց հիմա ընկերության կողքը այդպես բան ենք դնում, իչկա ինչպես ասում են։ Այո, անշուշտ։ Եվ որպես ծնող հարաբերությունները նույնպես նորմալ են։ Մի այսպիսի հարց, ինչպես պատասխանել երեխայի պնդմանը կամ էլի հարցի ձևակերպմանը, իսկ չես կարող իմ խաթր չամուսնալուծվել, որ ես ձեզ երկուսիդ տեսնեմ, սա էլ հաճախ հնչող հիմնականում էլի ես կանանց հետ եմ ավելի շատ շփվում, մայրիկներից այս հարցը գալիս է, որ տղաս կամ աղջիկս դեռահաս են, այդ ավելի միջին ու ավագ տարիքի երեխաների մոտ է լինում, երբ նրանք բավականին չոր բաներ հասկանում են ու սկսում են համոզելը արդեն խնդրելը, բայց ինչի չես կարող իմ խաթր դիմանալ եւ ապրել մյուս ծնողի հետ, որ ես բաժանված ընտանիքից չլինեմ եւ երկուսիդ նույն տարածքում տեսնեմ։ Ինչ ասել այս դեպքերում, եթե հստակ որոշված է, որ հնարավոր չէ միասին մնալ։ Հա։ Առաջին հերթին եւ երեխաներին տեղեկացնել, երբ որ հստակ որոշված է, որ այլևս ամուսնալուծվում են։ Երբ որ դեռ կամ ու կաց կա, այս ժամանակ ոնց որ ցանկալի չի, որ երեխաներն էլ ընկնեն մի տեսակ այս բանի մեջ, որտեղ այս որոշումը չի տրվում հեշտությամբ եւ շատ հաճախ առնվազն 2 անգամ կանայք ոնց որ փորձում են այս որոշումը կայացնել, գնում են ենթադրենք իրենց ծնողների տուն, հետո վերադառնում են, հետո նորից են փորձում, նորից են վերադառնում, այսինքն հեշտ չի տրվում։ Հա, այդ ճոճանակը, այո, առնվազն 2-3 անգամ ոնց որ դա տեղի ունի եւ բնորոշակ կանանց, իհարկե, ավելի շատ կան տղամարդկանց, այսինքն նախ ասել դրա մասին, երբ որ վերջնական է որոշումը։
միակողմանի կամ երկկողմանի։ Ցանկալի է, որ եթե ծնողները կարող են այս միասնական ֆրոնտը կազմել եւ միասին երեխաներին տեղեկացնել դրա մասին եւ հենց նշել, որ ամուսնալուծությունն է տեղի ունենում, այլ ոչ թե այլ բառերով, օրինակ չգիտեմ, մաման գնում է, papan գնում է կամ ինչ-որ այլ բաներով, նախ որպեսզի երեխաներն էլ ոնց որ եթե կողքից էլ միշտ խոսակցություններ եւ այլն լինում են, էլի, որպեսզի երեխաներն էլ ինֆորմացված լինեն եւ հասկանան ինչի մասին է խոսքը, ինչա տեղի ունենում իրենց կյանքում, հա։ Խոսել նրա մասին, որ եւ պատմությունն էլ, այսինքն պատճառը ամուսնալուծության երեխաների համար, եթե միասնական ձևով կարողանալու են ասել, միևնույնը լինի, հա, մոտավորապես նույնը լինի։ Այո, էլի նույն ճակատի եւ նույն դիրքորոշման շրջանակում լինի։ Սա հեշտացնելու է երեխաների կյանքը, ճիշտ եք հասկանում։ Այո, եւ մշտապես, այս ձեր հարցին էլի անդրադառնալով, պահել այդ խոսակցությունը բաց երեխաների համար, հա, որտեվ երբ որ մենք մի բան ասում ենք իրենց հիմա, ոնց որ պարտադիր, մենք կարող ենք նորից հետ գալ այս խոսակցությանը, հա, մի բան, որ մենք երեխաներին ասելու ենք, երբ որ իրենք 8 տարեկան են օրինակ, մի այլ բան է, քան այն, ինչ որ մենք ասելու ենք, երբ որ իրենք 11 տարեկան, 12, տարածք տալ երեխաներին խոսել իրենց հույզերի մասին։ Այսինքն եւ չփորձել իրենց համոզել, որ չէ ամեն ինչ լավ է լինելու, չփորձել իրենց համոզել, որ դե մեր կյանքում ոչինչ չի փոխվել, որովհետեւ բնականաբար շատ բաներ փոխվել են։ Իրենք տեսնելու են, որ այո, հա, ասել ինչն է փոխվելու, ասել ինչը չի փոխվելու, ինչն է մնալու կայուն։ Դեռահասությունը շատ բարդ տարիք է եւ իրականում եթե կարող են ծնողները չամուսնալուծվել այդ տարիքում, այս լավ կլինի, որովհետեւ իրանց ներսում էլ այնքան շատ են փոփոխությունները, էլի, երբ որ մի հատ էլ դրան գումարենք դրսի փոփոխությունները, այսինքն ամուսնալուծությունը, դե շատ դեպքերում օրինակ կարող են նաեւ դպրոց փոխել, ընկերական շրջապատ փոխել, ոնց որ այն շերտ առ շերտ ավելանում են, էլի դրանք, հա։ Արդյոք այստեղ համաձայն չեք, որ տրավմաները շատ են երեխաների, դեռահասների կողմից, առայն որ գիտեք ավելի լավ է իրենք ամուսնալուծվեին եւ ես տանեի այդ տրավման, քան ամենօրյա, չգիտեմ, բռնությունները, ճնշումները, վեճերը, սկանդալները, տնից գնալ հետ գալը եւ այլն եւ այլն։ Ու իրական երբեք հասկանալի չի։ Հիմա ի վերջո ծանր են տանում այդ չբաժանվելը երբ պետք էր, թե բաժանվելը, որը դե ինքնին արդեն բավական տրավմատիկ է։ Այո, դες կոնֆլիկտային հարաբերություններում, երբ որ ոնց որ ամեն օր երեխաները ականատես են իրենց ծնողների միջև այդ սուր կոնֆլիկտին, այս պարագայում բնականաբար նպատակահարմար է ամուսնալուծությունը, որտեղ ինքը բերելու է գոնե այն թոթափումը այս լարվածությունից, էլի, այսինքն այդ հանգստությունը եւ երեխաներն էլ իրականում այդ պայմաններում տեսնում են, որ ամուսնալուծությունից հետո ավելի հանգիստ են ծնողներն էլ եւ իրենք էլ բնականաբար, հա, որտեղ շատ ավելի դժվարություններ կարող են լինել երեխաների մոտ, տարբեր տիպի սոմատիկ դրսևորումներ եւ այլն, երբ որ ընտանիքում մշտապես կա կոնֆլիկտ։ Եվ այս դեպքում նպատակահարմար է ամուսնալուծությունից հետո պահպանել ինչ որ թեկուզ զուգահեռ ծնողավարում, բայց խուսափել այս մշտական կոնֆլիկտից, որի մեջ գտնվում են երեխաները։ Մեկ էլ շատ հաճախ ասվում է, որ բոլոր երեխաներին էլ ավելի ցանկալի եւ ավելի բարենպաստ է հիմնականում ապրել մայրիկի հետ եւ երբեմն տեսակցել հայրիկին։ Օրինակ ես խստիվ դեմ այս մոդելին օրինակ եմ բերում եւ ես կարծում եմ, որ պետք է բացարձակ հավասարապես կիսվի անկախ նրանից հայրիկն ինչով է զբաղվում, ինչ կենցաղ ունի, ինչ ժամանց է նախընտրում եւ այլն, այսինքն պետք է այս բեռը մոտավորապես հավասարաչափ կիսվի եւ զուգահեռ ծնողավարություն արվի, բայց նաեւ շատ կանանց կողմից լսում են, վայ չէ, այնքան վատ է այնտեղ ամեն ինչ, որ ես համաձայն եմ, ավելի լավ է չշփվի կամ մի հատ շաբաթ կամ կիրակի մի քանի ժամով տեսակցի։ Եվ օրինակ չեն համաձայնում, որ երեխան պետք է նաեւ ճանաչի իր հայրիկի լավ ու վատ գծերը, խնդիրները, դժվարությունները, հիվանդությունները, աշխատանքային եւ կենցաղային խնդիրները, մի տեսակ խուսափողական վիճակ կա այստեղ։ Դուք որ մոդելին եք հակված։ Ես համաձայն եմ, որ երկուսն էլ պիտի հավասարապես ներգրավեն, այսինքն իրենք հավասարազոր ծնողներ են։ Անկախ նրանից ինչ որակի մարդիկ են։ Այո, դե եթե կան օբյեկտիվ, հա, չէ, եթե գիտեք վտանգի մասին էլի պիտի հետ գնանք։ Եթե կա մի բան, որը վտանգավոր է երեխայի համար, այս արդեն պետքա մի քիչ այլ մոտեցումներ գուցե ցուցաբերել, հա, որտեղ հա, եթե ալկոհոլիզմը, թմրանյութերը եւ բայց նույնիսկ այդ դեպքում, հա, եթե կա կախվածություն ընտանիքում, եթե կա բռնություն, եթե չգիտեմ, օրինակ ենթադրենք բանտում է գտնվում հայրը կամ մայրը ենթադրենք, բանտում չի, բայց լավ բռնության հաստատություն, աղերսոնի բռնություն, հա, նույնիսկ այս դեպքում ցանկալի չի ծնողին կտրել եւ դուրս հանել երեխայի կյանքից։ Նույնիսկ այս դեպքում էլ օրինակ հիմա շատ երկրներում այս համագործակցային ամուսնալուծության մոդելները, որ ներդրվում են, իրանց նպատակն է ներառել
կյանքում երեխաների, հա։ Դա կարող է լինել օրինակ եթե ունի երեխան ծնողը եթե ունի կախվածություն, օրինակ տեսակցությունները իրականացնել մյուս ծնողի հետ վերահսկողության բայց ամեն դեպքում իրականացնել։ Այո, որովհետեւ չկտրվի այդ կապը ծնողի եւ երեխայի միջև։ Իսկ այլ դեպքում, եթե չկան օբյեկտիվ պատճառներ, հա, եւ եթե չկա կոնֆլիկտ, սուր կոնֆլիկտ, որը երբեմն եթե կա այդ սուր կոնֆլիկտը, ոնց որ հնարավոր չի լինում էլի ինչ որ մի բան անել, բայց նույնիսկ այդ դեպքում էլ մեկ ծնողի, մեկ գիտակից եւ հասուն ծնողի աջակցությունը երեխային բավականին, ոնց որ ասում են անգլերեն, շատ հեռու կարող է տանել երեխային։ Իսկ ձեր ասացի դեպքում, այո, երկուսն էլ հավասար ծնողներ են եւ իրենք հավասար ձևով պիտի ներգրավեն երեխայի եւ խնամքի, հա, որը չգիտեմ, երեխային լողացնելն է, երեխային դպրոց տանելն է, տնային աշխատանքներն է եւ ժամանցի հետ կապված ոչ ստրուկտուրավորված այդ ժամանակն իր հետ անցկացնելու առումով։ Ոչ թե հայրը լինի միայն ժամանցի համար, չէ՞ լինում է այդպես, հանգստյան օրեր, ժամանց բոլոր ուրախությունները կապված են կիրակնորյա հայրիկի հետ, իսկ մաման, այո, խնամք, մաքրություն, դասանել եւ այլն եւ այլն։ Մենք կարծես թե այլևս ժամանակ չունենք եւ այսքանով սահմանափակվենք։ Թեման իհարկե շատ ընդգրկուն է, լայն է, բայց կարծում եմ շատ կարեւոր դրվագների մենք հասցրինք անդրադառնալ։ Հուսով եմ այս նարատիվը համագործակցության զուգահեռ ծնողավարման այնքան կխոսենք, մինչև դառնա մշակույթ մեր երկրում նույնպես։ Մենք զրուցեցինք հոգեբան Լիլիթ Զաքարյանի հետ, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Եվ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։